Հոկտեմբերի 21-ին Բաքվից հատուկ չվերթով Երևան էին ժամանել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ հայաստանցի գործընկերների հետ կլոր սեղանի շուրջ խաղաղության նորակարգը քննարկելու։ Նույն օրը Ժնևում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները, պայմանավորվել իրենց լիազորությունների շրջանակում երկու երկրների հանրություններին նախապատրաստել սպասվող մերձեցմանը, զարգացնել խաղաղության մեջ ապրելու իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Երևանում հայ-ադրբեջանական քննարկմանը մասնակցել է Լաչինի միջանցք արգելափակած էկոակտիվիստ Դիլարա Էֆենդիևան, FIP-AM կայքից նա 2022-ի դեկտեմբերից անձամբ էր մասնակցում Արցախում մարդասիրական ճգնաժամի պատճառ դարձած ապօրինի գործողություններին։ Այդ օրերին Դիլարա Էֆենդիևան պնդում էր, որ ցուցարարները պատրաստ են թույլ տալ, որ Ղարաբաղից Հայաստան ուղևորվող շտապօգնության մեքենաները անցնեն, սակայն դա սուտ էր։ Երևանում են եղել նաև Ֆարհադ Մամեդովը, որը հրապարակայնորեն հերքում է Ղարաբաղում էթնիկ զտումները, Մեկ Նյուզ Ազ կայքի գլխավոր խմբագիր Քյամալա Մամեդովան եւ ուրիշներ։ Ադրբեջանում իրական քաղաքասարակությունը կամ բանտում է, կամ արտաքսված, իսկ Երևան եկած հատուկ ծառայության գործակալներ են, ասել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, քննադատելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Հայաստան այցը։ Լապշին իր գրառման մեջ մատնանշում է, որ այցը գլխավորում էր Դիլարա Էֆենդիևան, այն նույն անձը, որը ժամանակին հանդես էր գալիս որպես բնապահպան ակտիվիստ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ եւ փաստացի դարձավ Արցախի 9-ամսյա շրջափակման խորհրդանիշ։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական պատվիրակությունը Երևան է ժամանել ոչ թե որպես անկախ հասարակական խումբ, այլ որպես իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույց։ Այս մարդիկ Երևան են ժամանել Իլհամ Ալիևի նախագահական ինքնաթիռով, այն նույն ինքնաթիռով, որը 2017-ին Լապշինին տեղափոխեց Թել Ավիվ Բաքվի բանտում մահափորձից հետո։ Այդ ինքնաթիռը նախկինում օգտագործվել է ընդդիմադիր լրագրող Էլվին Իսաևին Կիևից Բաքու արտահանձնելու համար։ Լապշինը հիշեցրել է նաև, որ 2021-ին Եվրոպական դատարանը եւ 2022-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ադրբեջանին մեղավոր են ճանաչել իր նկատմամբ իրականացված անօրինական արտահանձնման, խոշտանգումների եւ սպանության փորձի համար։ Նրա կարծիքով Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն գոյություն չունի։ Իրական քաղաքացիական հասարակությունը կամ բանտում է, կամ արտաքսված է, իսկ նրանք, ովքեր Երևան են եկել, հատուկ ծառայությունների սպաներ են, որոնք ոչ մի կապ չունեն Ադրբեջանի աղքատացած ու ճնշված ժողովրդի հետ։ Միաժամանակ Լապշինը նշել է, որ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական շփումները պետք է շարունակվեն, թեկուզ պայմանական ձևաչափով։ Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե նրանց այցը ապտակ է հայ ժողովրդին։ Հայաստանը հիմա իր պայմանները թելադրելու դիրքում չէ։ Պետք է խաղալ ավելի խոշոր խաղացողների պարտադրած կանոններով։ Անհրաժեշտ է գոնե խաղաղ համակեցությամբ պատրանք պահպանել։ Հայ պատանդների հարցը ամենայն հավանականությամբ այդ հանդիպումների ժամանակ նույնիսկ չի բարձրացվել։ Թող հրեաները փրկեն իրենց պատանդներին Համասից, իսկ հայերը կարող են մի քիչ էլ նստել Բաքվում։ Դրա մասին երևի Երևանի հանդիպման ժամանակ չխոսեցին, որպեսզի ադրբեջանցիներին չնյարդայնացնեն, իսկ քաղաքացիական հասարակությունը չի կարող թռչել նախագահական ինքնաթիռներով։ Հայաստան են ժամանել Իլհամ Ալիևի հատուկ նշանակության քաղաքացիականները։ Անդրադառնում է հարցին քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, որը նույնպես վստահեցնում է, Ադրբեջանում չկա եւ չի կարող լինել քաղաքասարակություն։ Այնտեղ քաղաքասարակություն կոչվածը ընդամենը Ադրբեջանի իշխանությանը կից գործող կազմակերպություններն են, որոնց միջոցով իրականացվում է օրինակ Լաչինի միջանցքի շրջափակում կամ գրոհ Հայաստանի հանքարդյունաբերական սեկտորի, Հայաստանի ատոմակայանի դեմ իբրև թե դրանք վտանգում են ռեգիոնալ էկոլոգիան։ Հիմա Իլհամ Ալիևը դեմ չէ քաղաքացիականների շփմանը, որովհետև ռազմական ճանապարհով լուծել է իր հարցերը, հետո ռազմական շանտաժով կորզել է քաղաքական զիջումներ։ Հիմա արդեն շոշափում է փափուկ ուժի ճանապարհով առաջ շարժվելու հողը։ Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքասարակությանը, ապա այդ առնչությամբ մի քանի օր առաջ արել եմ Facebook-յան գրառում, թե որն է մեր քաղաքասարակության ճարտարապետությունը։ Գերազանցապես արտաքին դոնորներով ֆինանսավորվող սեկտորը չի կարող լինել Հայաստանի քաղաքասարակություն։ Այն կարող է կոչվել այդպես, բայց գործունեության վեկտորը որոշելու են նրանք, ովքեր ֆինանսավորվում են։ Սա մեկին գումարած մեկի պես պարզ մի բան է, իսկ դոնորները բնականաբար այդ ֆինանսավորումն իրականացնում են քաղաքական, այլ ոչ թե բարեգործական նկատառումներով։ Հայ-ադրբեջանական քաղաքացիական հանրությունների շփումները այդ քաղաքական օրակարգի մաս են։ Ես ստույգ տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների այցը Երևան եղել է հենց այդպիսի մի դրամաշնորհային ծրագիր, դոնորների գաղափարական ծիրում։
Իհարկե ավելորդ է խոսել այն մասին, թե այդ պատկերի հանդեպ ինչպիսին է Հայաստանի պետական քաղաքականությունը, պարզաբանում է Բադալյանը եւ շարունակում. հետեւաբար զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևի հատուկ նշանակության քաղաքացիականներին ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։